Հոկտեմբերի 25 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հանունային ճշմարտության, որ մեր մեջ է ու հավիտյան մեզ հետ է լինելու 2 Հովհաննես 2 Երբ Աստծո ճշմարտությունը մտնում է մարդկային սիրտը և այն ենթարկում է իրեն, ոչ մի ուժ, ոչ սատանայական, ոչ մարդկային, այն դուրս չի անի այն տեղից։ Մենք նրան ընդունում ենք ոչ թե որպես հյուր, այլ որպես տան տիրուհի, ինչը ուրախություն է քրիստոնյայի համար։ Նրան, ով այլ կերպ է համարում, քրիստոնյա չես կոչի։ Ավետարանի կենսական ուժը և Սուրբ Հոգու ամենազորությունը ճաշակացները, որը բացել է ու իրենց սրտերի վրա դրոշմվել է Աստծո խոսքը, պատրաստ են նահատակվելու, քան հեռանալու իրենց փրկության ավետարանից։ Հազարավոր ողորմություններ մեզ վստահություն են խոստանում նրանում, որ ճշմարտությունը մեզ հետ կմնա հավիտյան, որ այն կդառնա մեր կյանքի հենարանը, մխիթարությունը, մահվան ժամանակ, հիմնը հարության ժամանակ և փառքը հավիտյան։ Առանց այդ առանձնաշնորհման մեր հավատը ոչ մի արժեք չէր ունենա, այլ ճշմարտություններից մենք պարզապես աճում ենք, թողնելով դրանք հետևում, քանի որ դրանք ընդամենը սաղմեր են, առաջին դասերը սկսնակների համար։ Սակայն աստվածային ճշմարտության պարագայում ամեն բան այլ է։ Այն հանդիսանում է ինչպես կաթնային շիլա մանկան համար, այնպես էլ կոշ սնունդ մեծերի համար։ Ճշմարտությունն այն մասին, որ մենք բոլորս մեղավորներ ենք, մեր մեծ ցավով է արձագանքում, մեզ խոնարհություն և զգոնություն է սովորեցնում։ Սակայն ավելի օրհնյալ ճշմարտությունը, որը ամփոփված է նրանում, որ ամեն Տիրոջը հավատացողը կփրկվի, բնակվում է մեզանում ուրախությամբ և հույսով։ Կյանքը մեզ սովորեցնում է անդադար հետևել շնորհքի մասին ուսմունքին և ավելի է կապում դրան։ Հավատի համար պատճառներն ու հիմքերը միայն ավելի ծանրակշիռ և բազմաթիվ են, քան նախկինում, և մենք ունենք բոլոր հիմքերը կարծելու, որ այդպես է լինելու և մինչև մեր կյանքի վերջին ժամը։ Հարկավոր է, որ միշտ սիրով պատասխանենք սիրուն։ Սիրո և երախտագիտության զգացումը, փոխարենը ըմբռնելու մեր սրտերում, թող հորդի մեզանից առատորեն, ինչպես մեզ վրա թափվեց շնորհը։ Ընդունած ճշմարտության հետ մեկտեղ մեզանից ոմանց մեջ ապրում են մոլորություններ։ Մատնանշելով դրանք, եկեք այնուամենայնիվ սիրենք մեր եղբորը ճշմարտության այն չափի համար, որ տեսնում ենք նրա մեջ։ Ավելին, եկեք արժևորենք այն և ամեն կերպ նպաստենք նրա տարածմանը։